Օր 5-րդ սահմանադրական դատարանում քննում են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու, վերաքվեարկություն կամ ընտրության երկրորդ փուլ նշանակելու ընդդիմության հայցապահանջները։ Այսօր փակ դռների հետևում Բարձր Ատյանը գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությանն է հասել։ Մենք պարտավոր ենք մինչև հուլիսի 4-ը, մենք այս խիտ ռեժիմով աշխատանքը, լարված աշխատանքը դրանով էլ պայմանավորված է, որ մենք մինչև հուլիսի 4-ը դա վերջնաժամկետն է, պետք է որոշումը հրապարակենք։ Մինչև այդ ընթացը սահմանադրական պատերից ներս ու դուրս, այդպես էլ չեն դադարում քննարկումները Մայր դատարանի դատավորներից Սեդա Սաֆարյանի անաչառության վերաբերյալ։ Հիմա ընդդիմադիրներն ուշադրությունը սևեռել են այն բառամթերքի վրա, որը դատավորն օգտագործել է իր հարցերը ձևակերպելիս, մասնավորապես հայաստանյան ընտրություններին արտաքին ուժերի ազդեցություններին վերաբերող քննարկման ընթացքում։ Սահմանադրական դատարան հասած գրեթե բոլոր ընդդիմադիրներն իրենց հիմնավորումներում հիշատակել են արևմտյան առաջնորդների բացահայտ աջակցությունն իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Ընդդիմության գնահատմամբ սա ևս այն գործոններից է, որն ազդել է ընտրողների ազատ կամ արտահայտության վրա։ Դատավոր Սաֆարյանն էլ նրանցից հետաքրքրվել է, ինչ կարծիք ունեն Ռուսաստանից հնչած հայտարարությունների վերաբերյալ, որն էլ նրա գնահատմամբ եղել է իշխանության դեմ։ Ռուսաստանի Դաշնության նախագահը եւ այլ պաշտոնյաներ, այդ թվում արտաքին գործերի նախարարությունը, բարբերաբար Հայաստանի Հանրապետության իշխանության դեմ հակաքարոզչություն, իսկ մյուս քաղաքական ուժերի դեմ պաշտպանություն են իրականացրել։ Դատավորի այս ձևակերպումն ընդդիմության գնահատմամբ քաղաքական է։ Բարձր դատարան քաղաքական հայտարարություն է կատարվում ամբիոնից, որը որպես հաստատված փաստ։ Շահերի բախման պատճառով ընտրությունների արդյունքների վիճարկմանը չմասնակցող սահմանադրական Ատյանի մյուս դատավորներից Արտակ Զեյնալյանը պարզաբանում է։ Այստեղ կարող են նաև քաղաքական հարցեր հնչել, որովհետև նրա ձևակերպմամբ ընտրական գործընթացն իրավական լինելուց զատ նաև քաղաքական է։ Կամ նույնիսկ հակառակը քաղաքական լինելուց զատ նաև իրավական է։ ՍԴ փակ նիստում ընտրությունների մասնակիցների ընդհանուր թվի եւ ընտրատեղամասերի ցուցակներում առկա ստորագրությունների քանակի տարբերությունն են քննության առել։ Չնայած կենտրոնական ընտրականի պարզաբանումներին, ընդդիմությունը դարձյալ դրանք հաշվել է, շարունակում են պնդել, մինչև 5000 ստորագրություն չկա, ինչը որևէ բացատրություն չունի, չի էլ կարող ունենալ։ Մենք հետեւյալ տրամաբանական շղթան ենք կառուցում, իրենք ասում են կա այսքան քվեաթերթիկ, այսքան ընտրող, բայց չկա այդքան ստորագրություն։ Հետևաբար այդքան ընտրող չի գնացել, բայց այդքան քվեաթերթիկ գոյություն ունի։ Քանի դեռ պարզաբանումներ ներկայացված չեն, թե ինչպես այդ թիվը ձևավորվում, մենք ընդունում ենք, որ այստեղ կարող է լինի լցոն։ Այսինքն համարը չի գնացել։ Կամ այնքան շատ վատ աշխատանք կհեից, որ ընտրությունների արդյունքները հնարավոր չի վերահսկել։ Թեպետ առնվազն այս կետում ընդդիմության հարցերն անպատասխան են մնում, ՔՊ-ում շարունակում են պնդել, ընդդիմադիրների դիմումները հեռանկար չունեն, այսուհանդերձ։ Ընդհանուր առմամբ հիմնական մասը, որոնք ուղղված են ընտրությունների արդյունքը անվավեր ճանաչելուն անհիմն եմ համարում, առանձին դեպքերում ինչ որ միջնորդություններ, որ հնչեցնում են, լինում է նաև, որ չեմ առարկում, եթե խնդիր չեմ տեսնում, որտեղ ընդհանուր առմամբ մենք բացարձակապես կաշկանդված չենք եւ այնպես չի, որ չենք ուզում, որ դատարանը ամբողջ եղելությունը պարզի։ Ընդդիմությունը սահմանադրական դատարանի որոշմանն է սպասում, միայն դրանից հետո կհանրայնացնեն իրենց հետագա անելիքներն ու ծրագրերը, պետք է համախմբվեն, մյուս քայլերը համատեղ անեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։